Լսելու նպատակը ապրելն է, կատարելը։ Լսելը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Աստծո խոսքը տեղեկատվություն չէ։ Այն նման է բժշկի նշանակումների, այն անհրաժեշտ է, բայց դրանից ոչ մի օգուտ չենք ունենա, եթե չհետևենք այդ նշանակումներին։ Հաճախ բժիշկները վատ ձեռագրով են գրում դրանք, ու մարդը կարդում է, նորից հարցնում, ճշտում, որպեսզի չսխալվի։ Եվ սա լսելու ճիշտ դիրքորոշումն է։ Երկրորդ օրինաց 28-րդ գլխի առաջի երկու համարները հանրահայտ համարներ են, որոնք հենց լուսաբանում են այս միտքը։ Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծո ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածը քեզ երկրի բոլոր ծայրերի ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծո ձայնին։ Սա առաջի երկու համարներն են։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ հավանաբար ավելի դիպուկ է հնչում, եթե ուշադրությամբ լսես քո Տեր Աստծո ձայնը, որպեսզի զգուշությամբ կատարես։ Այսինքն, հենց այստեղ հեղինակը մեզ տալիս է անհրաժեշտ չափորոշիչը, լսել ինչի համար։ Ասում է, եթե ուշադիր լսես, որպեսզի կատարես, այսինքն որպեսզի բառի իմաստը նպատակն է, լսել ինչի համար։ Լսել կատարելու համար։ Այս բոլոր օրհնությունները կգան քո կյանքում։ Ուշադիր եղեք, խնդրում եմ, որովհետև երկրորդ օրինաց 28-րդ գլուխը այստեղ չի վերջանում։ Կա 14-րդ համարը, 15-րդ համարը ներողություն։ Իմիջիայլոց մինչև 15-րդ համարը օրհնություններ են, իսկ 15 համարից մինչև 52 թե քանիս կարող սխալվեմ մի քիչ չօրհնություններն են։ Բայց տեսեք 15 համարը որպես հագադրություն առաջի համարի ինչ է ասում։ Բայց եթե չհնազանդես քո Տեր Աստծո խոսքին եւ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանումներն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։ Այսինքն տեսեք, Սուրբ Գիրքն ասում է, որ եթե լսես ու չկատարես, դու խնդիրներ ես ունենալու։ Զգում եք, որքան ենք մենք թիրախից շեղված, որքան թիրախին չենք խփում։ Դուք հասկացաք գլխին գաք մեղք բառը թարգմանեցի։ Աստված մեզ ուղղակի ազնվորեն միտք է տալիս։ Եթե ուզում ես օրհնված լինել, լսելը անհրաժեշտ է, բայց քիչ է։ Լսածը պետք է իրականություն դարձնես, կատարես, ապրես։ Եվ միայն դա կապահովի քեզ օրհնությունը։ Ուրիշ համար էլ ուզում բերել, համարները մի քիչ շատ կլինեն, բայց արագ կանցնեմ։ Սավողը հանձնարարություն է ստացել ամաղեկի հետ պատերազմից ոչինչ ավար չվերցնել։ Սա առաջի թագավորաց 15-րդ գլխում է։ Բայց վարվել էր տրամաբանությամբ։ Այսպես թե այնպես զոհեր պիտի մատուցվեր։ Վերցնենք լավերը զոհի համար։ Հիշում եք պատմությունը։ Եվ Սամուել ասեց. «Միթե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնը լսելը,
Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից եւ ականջ դնելը խոհերի ճարպից, քանզի ապստամբությունը կախորդության մեղքի պես է եւ անհնազանդությունը կռապաշտության եւ որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թակավոր չլինես։ Տեսեք, այս դրվագում այնպես չի, որ Սավուղը չգիտեր, այնպես չի, որ Սավուղը չէր լսել, այնպես չի, որ Սավուղի քայլը, արարքը անտրամաբանական էր կամ անբնական էր կամ անհասկանալի էր։ Շատ տրամաբանական էր։ Ինչ կլինի, որ շատ զոհեր մատուցենք։ Ինչքան ունենք 10-ը, 100-ը, 1000-ը, ինչ կլինի, որ 5000-ը զոհենք մեր Տիրոջը։ Ոչ մի բան։ Սավուղը գիտեր ճշմարտությունը, բայց վարվեց ուրիշ կերպ։ Իսկ ճշմարտությունը իմանալը նրան չապահովագրեց։ Պատմությունը գիտեք։ Իսկ Հիսուս Քրիստոսը ուղղակի ասեց այդ մասին։ Արդ ամեն ոք ով լսում է իմ այս խոսքերը ու դրանք կատարում, կնմանեցնե մի իմաստուն մարդու, որ իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին եւ զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք ուշադրություն, ով լսում է իմ այս խոսքերը ու դրանք չի կատարում, կնմանեցնե մի անխելք մարդու, որ իր տունը կառուցեց ավազի վրա, անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տունը ու այն կործանվեց եւ նրա կործանումը մեծ եղավ։ Մատթեոս 7:24։ Մի ուրիշ համար էլ Ղուկաս 6-րդ գլխից իրականում նույն դրվագն է նկարագրվում մյուս ավետարանի չէ 1-2 նրբերանգներով։ Եվ ինչու եք ինձ Տեր կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամենք, որ ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում եւ դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ում է նմանվում եւ նման եւ պատկերավոր ներկայացումը նույն տան ժայռի վրա տուն շինելու ժայռի վրա տուն շինելն էր։ Նա խոսում է երկու խումբ մարդկանց մասին՝ լսող կատարող եւ լսող չկատարողների մասին։ Չլսողներին բացարձակապես շրջանցելով։ Չլսողները նրանք չեն, ովքեր ինֆորմացիա չունեն, այլ նրանք են, ում համար Աստծո խոսքը հեղինակություն չէ։ Լսելով այն, ընդունել են շատ խոսքերից մեկը։ Իսկ եթե մարդու համար արդեն Աստծո խոսքը հեղինակություն է, այդ խոսքը զորություն ունի մարդու կյանքում։ Ուշադրություն դարձրեցիք, որ ես բոլորովին շրջանցեցի այն մարդկանց, ովքեր հեգնում են Աստծո խոսքը, ովքեր չեն ընդունում, ովքեր հայտարարում են, որ իրենք աթեիստ են, այսպեսին, այնպեսին եւ այլն։ Նրանց ընդհանրապես Սուրբ Գիրքը չի անդրադառնում այս կտրվածքով։ Այլ նա ուշադրությունը դարձնում կենտրոնանում է նրանց վրա, ովքեր լսելը համարում են ամբողջը եւ տարբերություն է դնում լսողների եւ լսող կատարողների միջեւ։ Այսինքն Աստծո խոսքը լսելը նպատակ չէ, այլ միջոց նրա կամքին հաղորդակից լինելու։ Խոսքի իմանալը պատասխանատվություն է։ Եվ Պետրոսն ասեց. Տեր, այդ առակը մեզ համար ասեցիր, թե բոլորի համար։ Տերն ասեց. Ուրեմն ով է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որին Տերն իր ծառաների վրա վերակացու է կարգել նրանց ժամանակին կերակուր տալու համար։ Երանի այն ծառային, ում Տերը երբ գա, այդպես անելիս կգտնի նրան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր բոլոր ունեցվածքի վրա կկարգի։ Բայց եթե այն ծառան իր սրտում ասի, իմ Տերը ուշացնում է իր գալը, ու սկսի ծառաներին ու աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել, այդ ծառայի Տերը կգա այն օրը, երբ ինքը չի սպասում։
Եվ այն ժամին, որ ինքը չգիտեր, նրան 2.5 կանի եւ նրա բաժինը անհավատարիմների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ Տիրոջ կամքը իմանալով ոչինչ չի պատրաստի եւ ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Իսկ նա ով չիմանալով է ծեծի արժանի բան արել, քիչ կպատժվի։ Նրան ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի, եւ ում շատ է վստահվել, նրանից էլ ավելին կպահանջվի։ Ղուկաս 12 Պատմություն Հերոսը մի տնտես էր, ոչ թե ուղղակի Աստծո ծառա, այլ ասենք ավակ տնտես։ Այսինքն մեկը, ով այնքան կար, որ Տերը հանձնարարեց կերակրել մյուսներին, հոգ տանել մյուսների համար։ Բայց այս մեկը, որ ավելի պատասխանատու էր, ավելի աճած էր, ավելի իմաստուն էր, ավելի էր, մի կարևոր բան բաց էր թողել, որ իմանալը չի ապահովում իրեն, այլ դա անելն է ապահովում իրեն։ Դեռ ավելին իմանալը պատասխանատվություն է բերում, որովհետև սկզբունքը սահմանում է Տերը, ում շատ է տրված, շատ է պահանջվելու։ Եվ քեզ, որ վստահված էր քո ծառայկից ընկերներին կերակրել, հոգ տանել, խնամել, որ նրանց համար լավ լինի, այսինքն քեզ շատ է տրված, քեզանից շատ պիտի պահանջվեր, բայց դու անհավատարիմ գտնվեցիր։ Առակի տնտեսը, Հերոսը գիտեր Տիրոջ կամքը, բայց իմանալ չկատարելը բերեց կեղծ արտարացման, կեղծ ապահովության զգացողության, այս հատվածում խնդրում եմ ուշադիր եղեք, որն էլ բթացնում է իրականության զգացողությունը, գողանում է Աստծո վախը։ Խոսքը կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ, որ ինքները ձեզ խաբեք, որովհետեւ խոսքը միայն լսողը եւ չկատարողը նման այն մարդու, որ հայլու մեջ ակնապիշտ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն անցնում գնում է եւ իսկույն մոռանում թե ինչպիսին էր, բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ եւ դրա մեջ մնում նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող, նա իր արարքով երանելի կլինի։ Հակոբոս 1:22 Առաքյալը այստեղ հայլու օրինակն է բերում։ Հայլու մեջ երևացողը իրականության կրկնօրինակն է, բայց ոչ իրականություն։ Հայլին չի կարող սիրել, չնայած սիրո մասին կարող է պատմել։ Հայլին չի կարող երկրպագել, բայց երկրպագողին կարող է արտացոլել։ Սուրբ Գիրքը ազնիվ է մեր նկատմամբ, նա մեզ զգուշացնում է, լսում եք, դա է ճիշտը, բայց արդյունք երաշխավոր ներողություն, լսում եք, դա ճիշտ է, բայց արդյունք երաշխավորում է կատարելը։ Բայց ինչու մարդը այսքան հասկանալի քայլերը չի անում, որովհետև լսելու եւ անելու մեջտեղում կա եւս մի շերտ, դա մարդու ընկալումն է, քանի որ լսածը պիտի անցնի նրա անձով, որ դառնա գիտակցական քայլ։ Այս նպատակով Աստված մարդու մեջ դրել է հասկանալու կարողություն, մտածելու կարողություն, բանականություն։ Բայց այս շարքը աշխատում է երկնային խոսքը կատարելու դեպքում, լսել, հասկանալ, կատարել։ Երկնային աստվածային խոսքի դեպքում այս շարքը փոքր-ինչ փոխվում է, լսել, հավատալ, կատարել։ Հռոմեացիների 10-րդ գլխում Պողոս առաքյալը մանրամասն կխոսի այդ մասին, թե հավատքը որտեղից է եւ այլն։ Լսելու եւ կատարելու մեջ հավատքի մաս կա, որի մասին Տեր Հիսուսը եւ առաքյալները շատ խոսել են որպես կարևոր ուղղակ։ Թվում է այո, ոչ մի դժվար անհասկանալի բան չկա։ Աշխարհիկ մեր իրականության մեջ է ամեն բան այդպես է։ Երբեմն, երբ որ ես բժշկի նշանակումների օրինակն եմ բերում, դա այնքան տրամաբանական է,
կարծես ավելորդ լինի անգամ դա ևս մեկ անգամ բերել, հիշեցնել, որ բժշկի նշանակումները գրպանում ունենալը դա դեռ չի երաշխավորում առողջություն, պիտի կատարել, պիտի հետևել նրա նշանակումներին, դա կերաշխավորի ինչ-որ բան, սա այնքան հասկանալի է, բայց այդքան հասկանալի բանը ինչու չենք անում։ Ես բաց եմ թողնում պատկերացումները, մարդկային կամ եկեղեցական նախնական դաստիարակությունը, որը կրթել են, դաստիարակել են, այսպես են արել շատ տարիներ շարունակ, բայց կարևոր խոչընդոտը լսելու եւ կատարելու մեջտեղը հավատքն է։ Հավատքը։ Կրկին բերեմ այդ շատ գուցե մանկական օրինակը, բժշկի տեղեկանքի օրինակը։ Եթե հանգարց այնպես է ստացվել, որ հայտնվել եք պատահական բժշկի եւ նա ձեզ ինչ-որ տեղեր կամ պրոցեդուրաները դուրս գրել եւ այդ բժշկի հեղինակությունը, պրոֆեսիոնալ կարողությունները ձեզ հավատք չեն ներշնչում, դուք սովորաբար այդ տեղեկանքը ուղղակի դուրս եք շպրտում, չեք էլ պահում։ Իսկ լավ բժշկի նշանակումները ընդունելուց հետո որպես կանոն դուք պահում եք, որ հաջորդ տարի նորից կրկնեք կամ ինչ-որ ժամանակ հետո նորից կրկնեք, որովհետև այդ բժշկի հեղինակությունը ձեզ հավատք է ներշնչել կամ նրա նշանակումների դերական ազդեցությունը ձեր առողջության վրա հավատք է ներշնչել, որ այս ամբողջը աշխատող նշանակումներ են։ Հավատքը հենց այնպես չի ձևավորվում։ Հավատքը ապրած կյանք է։ Հավատքը վկայություն է։ Հավատքը հրաշքներ է մեծ իմաստով։ Հավատքը փոխված կյանք է։ Հավատքը հոգու ներկայություն է։ Հավատքը Աստծո հետ քայլելու փորձառություն է, որը այո սկիզբ է առնում Աստծո խոսքից, որովհետև խոսքից է հավատքը, բայց համաձայնեք ինձ հետ եւ սուրբ գրային հերոսների կյանքում եւ մեր կյանքերում էլ քիչ չեն եղել այն դեպքերը եւ Աստծո խոսքը իրապես երկնքից խոսքը հասել է, բայց այն այդպես էլ հավատք չի ծնել մեր կամ հերոսի մեջ, որովհետև խոսքը լսելը անհրաժեշտ է, բայց դեռ բավարար չի։ Պետք է քայլ անել այդ խոսքով։ Որպես վերջաբան, որպեսզի ամեն դեպքում խոսքերս պատկերավոր չլինի, ինչ է նշանակում քայլ անել։ Նորից հիշենք մեր հարգարժան, թանկագին, արդեն ընկերներ ու բարեկամներ դարձած այն 10 ворոտներին, որոնց Հիսուսն ասաց. գնացեք եւ ձեզ ցույց տվեք քահանային։ Նրանք գնացին։ Ես չգիտեմ ինչքան գնացին, Սուրբ Գիրքը չի մանրացնում, չի նույնացնում, ինչքան կամ մոտավորապես ինչքան գնացին, որ տեսան, որ բժշկվում են, բայց հասկանում եմ գնացին ընթացքում, որ առաջին 5 քայլում նրանք բժշկված չէին, բայց 6-րդ քայլը ուր եք գնում ворոտներ։ Հիսուսը ստեղը ուր եք գնում։ Ձեր վերքերը դեռ ձեր մաշկի վրա են։ 7-րդ քայլը, 8-րդ քայլը։ Ես չգիտեմ որ երրորդ քայլից սկսեցին մաքրվել, բայց մինչև այդ քայլը նրանք քայլեցին։ Իրենց վերքերը կրելով իրենց վրա, չտեսնելով այդ խոսքի արդյունքը, բայց տեսեք, մեզ հեշտ է խոսելը։ Իսկ հետևում ինչ էին թողնում, ավելի ճիշտ ում էին թողնում, Հիսուսին էին թողնում,
Լսի, ուզս խաղ սկացարները, կարող են գդան նկատիչուներ, ուր ես տողնում, Հիսուսին հազիվ գտել ես։ Ես տեղ յարգ օրակասնի մեզ Սամուելը, ու կասի, որ հնազանդությունն է ճանապարհը։ Իհարկե, այնտեղ գրված է ուրիշ կտրվածքով հնազանդությունը զոհերից առավել է, բայց ես դա հասկանում եմ, որ հնազանդությունն է, որ ապահովում է Աստծո խոսքի հրաշքը քո կյանքում։ Մենք